Երկաց։ Երկաց։ Ապացուցված է, որ Մերի Շահումյանին փորձել են թունավորել։ Աղջիկը թունավորման հետևանքով մոտ 1 ամիս կոմայի մեջ է։ Այդ ընթացքում պարզվեց, որ Մերիին մոտ 2 ամիս սպառնալիքներով նամակներ են եկել։ Կոմայի մեջ գտնվելու ընթացքում հիվանդանոցում աղջկան թունավորելու ևս մի անհաջող փորձ եղավ։ Բարեբախտաբար նշանակված հսկողության շնորհիվ կրկին կարողացանք փրկել աղջկան։ Ուշքի գալուց հետո Մերին ասեց, թե ով էր ուղարկում սպառնալիքներով նամակներ։ Հասկացյալը բերման ենթարկվեց եւ անմիջապես ապացուցվեց, որ նամակների հեղինակը իրոք նա էր։ Հետազոտելով համերգի օրը կասկածյալի գտնվելու վայրը, ապացուցվեց նաեւ, որ վերջինս լինելով Վրաստանում չէր կարող թունավորել Մերիին։ Իսկական թունավորողը մինչև այսօր մնում է անհայտ։ Մերին այժմ գտնվում է իր հոր տանը, Վրամ Շահումյանը շուրջօրյա հսկողություն է սահմանել թե տան և թե աղջկա վրա։ Դուք երկուսդ առաջ ընկեք, կհետազոտեք տարածքը, դուք էլ մեր հետևից կգաք։ Շատ ճիշտ արեցիր Մերի ջան, որ համաձայնեցիր դուրս գալ։ Տես ինչ մեղմ եղանակ է։ Վատ, քիչ էր մնում այդ խեղճ ջութակահարից հարցնեի, իսկ համերգից առաջ ինչ-որ տարօրինակ դեպքեր չեն կատարվել, ինչ-որ մեկը չի փորձել ձեզ հյուրասիրել։ Ինչ է ժպտում։ Այդ ժպիտը դուրս չի գալիս։ Ինչի։ Որովհետև զգում եմ ինչ-որ բան ես մտածել։ Ազար, մի բան մտածել եմ։ Դու գիտես չէ, որ ես հետաքննող ժուրնալիստների ասոցիացիայի անդամ։ Ուզում եմ զանգեմ իմ շվեյցարացի ընկերոջը։ Ինքն էր այդ կազմակերպության անդամ։ Ու խնդրեմ, որ Վրամ Շահումյանի բանկի մասին ինձ ինֆորմացիա հաղորդի։ Ինչ ինֆորմացիա որ։ Դա ինձ թվում է, որ դու ես հասկանում, որ Վրամը մաքուր չի աշխատում։ Ուզում եմ կոնկրետ ինֆորմացիա ստանալ իր բանկի մախինացիաների մասին։ Որի՞նչ։ Ուզում եմ հասկանալ Վրամի մոտ ինչ գործերի մեջ է խաղում, ում հետ ու ինչ կեղտոտ գործարքներ է իրականացնում։ Զար, դու անգլերենից վատ չես, չէ։ Մենակ չասես, որ ես կա։ Զար, դու պետք է խոսես։ Դու գիտես, որ իմ անգլերենով ես շատ սիրո բացատրություն տամ կամ ծննդյան տող շնորհավորեմ։ Ես զգում եի, որ դու ինձ մի օր հանցակից ես դարձնելու։ Թե ինչի չեմ կարողանում քեզ մերժեմ։ Ասա ինչ եմ հարցնելու։
Հանգստացան։ Հա, մի քիչ։ Այդ Մոնիկան իսկականից խելագարվել է։ Մինչև հիմա մեզ ամեն ինչի մեջ մեղադրում։ Հանգստացի, ամեն ինչ մոռացի, ես պետք է լինի վաղ իր հետ խոսամ, պետք է քրոջ հետ խոսամ, ու քեզ երբեք ինքը չի անհանգստացի։ Չէ, վան, չեմ ուզում խոսես։ Ավելի լավ է։ Ես մեր ճամպրուկներն այստեղ ինչ գործ ունեն։ Տաթուն է դրել։ Ինչի։ Ես եմ ասել։ Մի խոսքով վաղ առավոտյան դու ու տատոն մեկնում եք շվեցարիա, տոմսերն արդեն կան, ես արել եմ։ Լուրջ ես ասում։ Ոնց է առել ես։ Արել եմ։ Տաթոնին էլ խնդրել եմ, որ վեշերը թավակի, որ հակաճառելու տեղ չունենաս։ Նոմ, խնդրում եմ, արան հենց ոնց որ ասում եմ։ Ահան ինչ է կատարվում։ Կարող է բժիշկների հետ ես խոսել, ինչ-որ բան են չի, ինձ սակցնում ես։ Չէ, երդվում եմ, որ բժիշկների հետ չեն խոսել։ Հա լավ, բայց այդ դեպքում ինչ ես ուզում ինձ զորով ուղարկես այստեղից։ Տենց է պետք։ Չէ։ Ես ոչ միտեղ չեմ գնա։ Լսում ես, Վահան, ես ոչ միտեղ չեմ գնա։ Ну, լսի ինչ եմ ասում։ Չէ, Վահան, չեմ ուզում լսել։ Կարող ես փոքր երեխա եմ, որ ինձ երբ ուզենաս, ուր ուզենաս ուղարկես։ Մինչև ինձ պատճառը չասես, ես ոչ միտեղ էլ չեմ գնա։ Բա ես հիմա ինչ անեմ, իմ իրերը հավաքի։ Հա, տաթո։ Գնա իրերը թավակի։ Ինչ ուզում ա լինի, վաղը դու ունեն մեկնում եք Հայաստանից։ Մամ հոգնեցի, ալի միտեղ նստենք, հա։ Հա, հեսա մի նստարան կգտնենք ու կնստենք։ Մի րոպե։ Մի հատ նստարան գտեք, որ շուրջը շատ մարդ չլինի։ Հա։ Եղավ լավ։ Եկեք գտնետերից։ Շուրջները ֆրֆրացեք, մինչև կհանգստանան։ Շեֆն է։ Հա, շեֆ։ Ամեն ինչ նորմալ է։
Կտակ մեր կնտակը։ Գտամ։ Ֆուտբոլ եք խաղալու։ Գիտես, ես էլ եմ մեր բակում փոքր ժամանակ ֆուտբոլ խաղացել։ Ընկերները սպասում են կտակ մեր կնտակը։